Ինչով է պայմանավորված այսօրվա ակցիան եւ ինչ նպատակ էր այն հետապնդում, խնդրեմ դուք եւս ներկայացրեք։ Նայեք, եթե կարճ ասեմ, հիմնական խնդիրը գիտեք, այդ կենսաթոշակների բարձրացման հարցը, որով հայակվեն դեռ սեպտեմբերից սկսած այդ գործընթացը սկսել է, դեկտեմբերին մենք իրականացրեցինք նաև մամուլի ասուլիս, որի ժամանակ ասեցինք, որ սկսում ենք նաև ստորագրահավաք կենսաթոշակի բարձրացման համար։ Կա նաև մեկ այլ խնդիր, որի մասին ես ուզում եմ հատկապես անդրադառնալ, որտեղ դրա մասին արդեն նախկինում հիմնական խոսել եմ։ Այն փաստը, որ կենսաթոշակը բարձրացվում է ուղիղ լայվով գործող վարչախմբի ղեկավարի կողմից, սա նաև խոսում է կառավարման անընդունակության մասին կամ ավելի շուտ կառավարման համակարգը սեփական բիզնեսին կամ սեփական քաղաքական ծրագրերին ծառայեցնելու համար։ Այսինքն մարդը մտնում է պետական բյուջեից փողը հանում է, չունենալով պետական ծրագիր, չունենալով հաստատված բյուջետային ծրագիր, ու նույնիսկ իր նախարարներն են մտնում այդ ուղի եթեր, ասում են դուք լսեցիք լայվը, այսինքն նրանք էլ են էլի վարչախմբի պարագլխի լայվից իմացել, որ թոշակ են բարձրացում։ Այսինքն այս կառավարման այս վակխանալիան հենց գալիս է նրանից, որ մարդիկ ամբողջ պետական համակարգը ծառայեցում են իրենց նեղ կլանային քաղաքական շահերի համար։ Սա է ամենավտանգավորը։ Եվ սրա մասին էինք նաև ուզում բարձրաձայնել։ Ենթատեքստը ո՞րն էր, արդյոք սա պայմանավորված է նախընտրական շրջանով։ Միանշանակ սա իրենց համար նախընտրական, ասենք ասեն, կոռուպցիոն համակարգերից մեկն է, որոնք իրենք ասում են, որ մենք 10,000 դրամով մայիսից սկսած կբարձրացենք, ու ապրում են ապրիլից, բայց այդ մարդիկ մայիսին կստանան այդ գումարը, իսկ գիտեք հունիսին արդեն ընտրություններն են։ Մյուս կողմից էլ մենք գիտենք, որ այս մարդիկ նաև միլիարդավոր դրամների բաժանում իրենց նեղ կողմնակիցների, նեղ իրենց քաղաքական խմբակին, բայց թոշակառուներին խաբում են ինչ-որ 10,000 դրամի գումարով։ Եվ ինչ է կարծում, թոշակառուները կխաբնվեն նրանց ցային պետան։ Դե ես համոզված եմ, որ չեն խաբնվի, որտեղ արդեն 8 տարի այս մարդիկ անդադ խաբում են մարդկանց տարբեր քաղաքական ծրագրերով, տարբեր խոստումներով, ու ես համոզված եմ, որ այս անգամ սա արդեն այլևս չի աշխատի։ Եվ սրանից հետո հայակվեն ինչպես է պատրաստվում գործել, ինչ նոր քայլեր է մշակելու։ Նայեք, խոսքը թոշակի մասն է, թե քաղաքական։ Նայեք, մենք հայտարարել ենք, որ մենք ուզում ենք քաղաքական ստեղծել քաղաքական լայն դաշինք, որպեսզի մասնակցենք, եւ այս կենսաթոշակների բարձրացման հարցը եւ մեր հայակվեի քաղաքական թեմաներից մեկն է, օրակարգներից մեկն է, եւ նաեւ այդ լայն դաշինքը, որ մենք կձևավորենք, նաեւ համոզված եմ այդ դաշինքի մյուս քաղաքական ուժերն է կաջակցեն մեզ այդ ծրագրերում։